Սպիտակ ու կարմիր մեխակներ մոմեր վրաերթի վայրում ի հիշատակ Երևանի հաղթանակ թաղամասի տներից մեկի մայթին այլոց ծանր ու վայրենի վեճի հետևանքով կյանքը կորցրած 42-ամյա Անի Խաչատրյանի։ Ես եկել եմ արդեն շտապ օգնությունը տարել է։ Ես տեղյակ չեմ, ասենք ես ականատես չեմ եղել, չգիտեմ։ Երևի զբոսնում էր, երևի խանութ էր գնացել, երեխայից զբոսնելով գնում էր։ Մայրն ու 2 տարեկան տղան ըստ ականատեսների խանութից են դուրս եկել, զբոսնում էին մայթին, երբ թաղամասի մեկ այլ հատվածում շան վրաերթի հետ կապված վեճը վերածվել է ծեծկրտուքի, միջադեպի մասնակիցները նստել են ավտոմեքենաներն ու ընկել մեկը մյուսի հետևից։ Այնքան արագ են վարել ավտոմեքենաները, որ դրանցից մեկը հասնելով 28 համարի տան մոտ մայթին վրաերթի է ենթարկել մորն ու որդուն։ Մայրը հիվանդանոցի ճանապարհին է մահացել։ Փոքրիկ Դանիելը հիվանդանոցում է, նրա կյանքին արդեն վտանգ չի սպառնում։ Ծանոթացել ենք, երեխուն ստեղ միշտ հաճախ բերում էր մաներ տալիս, ասի կարելի է ձեր փոքրիկին սիրեմ, ասեց հա, գրկեցի, սիրեցի երեխուն, բայց դա եղել է մի ամիս առաջ։ Այդպես գիտեի, որ Անի է, երեխու անունը Դանի է, այդպես երեխուն որ տեսնում ես սիրում է, այդքան բան։ Առանձնապես իրանք ուրիշ փողոց են ապրել, մենք ուրիշ հետևի փողոց։ Հա, հետևի փողոցը դա չեմ ճանաչել։ Չէ, 4 երեխաներ ունի։ 4 անչափահաս, որը 2 երեխաների վերջի զանգն ա եղել, մեկը 9 ավարտը, մեկը 12-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 9-ի կողմերը։ Ազատության այցելության պահին դեպքի վայրում դեռ կային ջարդված ապակու կտորներ, արյան հետքը դեռ թարմ էր։ Ոսկե Ալեքսանյանը ծանոթ էր Անիին, որի տունը կողքի փողոցում է։ Հաճախ էր տեսնում մորն ու տղային զբոսնելիս։ Կինն ասում է, մեքենաներն այնքան արագ են սլացել, որ հարվածել են տան դարպասին։ Այնտեղ են ցանկապատն ա պոկել, եկել ա խփել այս սալիկն ա պոկել ու եկել դարպասին ա խփել։ Դիմացի մայթին Արմ սուպերմարկետն է եւ Կիլիկիա ռեստորանը։ Ոչ մի աշխատող չցանկացավ խոսել երեկվա դաժան դեպքից, պնդեցին, թե տեղյակ չեն։ Ոչ մի բան ասես, ես տեղ չեմ եղել, ես վերև եմ եղել, չեմ տեսել, ոչ մի բան։ Հետո ինչ պատմեցին, ինչ ա եղել։ Պատմեցին տուն եմ գնացել, էլ չեմ մամա։ Դուք չգիտեք ինչ ա եղել։ Չէ, ասես, ես վերև եմ աշխատում։ Սուպերմարկետում եւս խուսափում էին տեսախցիկի առաջ խոսել։ Ասացին միայն, որ կինը խանութից հյութ էր գնել, իրենց հաճախորդներ։ Հա, երեխու համար սոկ էր վերցրել։ Դժբախտ է կա պատահել, հասկանում ենք, ցավում ենք մենք, ահա որ ցավում ենք, որովհետև մեզ հաճախորդ ա եղել, բայց դեռ եթե այն կողմի վրա է, աստեղ էլ ավտոներ են կանգնած, հասկանում եք, մենք չէին կարող տեսնել։ Ինչ են տեսել ստեղից ժողովուրդը։ Դե ինչու մյուսներն են տեսել արդեն։ Միայն մի անցորդ կին բողոքեց մայթերի պակասից, վարորդների անպատասխանատու վարքից։ Ոչ մի անցնելու տեղ չկա։ Նոր հենց նոր եմ լսել, այս խանութի աշխատողները ինձ ասեցին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինչպես վրաերթի, այնպես էլ շանը վրաերթի ենթարկելու պատճառով սկսված ծեծկրտուքի դրվագներով։ Ձերբակալվածներ դեռ չկան, 2 ավտոմեքենաների վարորդները հետախուզվում են։ Եթե խորհրդարանում լինում են ծեծկրտուքներ, վրաքշոցներ, տարբեր տիպի ձեռնամարտեր, ապա դրանք արտացոլվում են նաև հասարակության ներսում, կենցաղային մակարդակում, եւ մենք ունենում ենք նմանատիպ պատկեր։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը վտանգավոր է համարում հասարակության շրջանում հագնացող վարքագիծը, հարցերը լուծել ոչ թե իրավական ու քաղաքակիրթ ճանապարհով, այլ վայրենիների նման ոտքերով, ձեռքերով հարձակվել իրար վրա, խոսելու, իրար հասկանալու փոխարեն։ Վնաս հասցնելու կամ վրեժ խնդիր լինելու ամբողջական պատկերացումը դա վայրակ հասարակությունների խնդիր է եւ դա գալիս է թե կրթվածության, թե կոմունիկացիոն հմտությունների, թե հասարակության մեջ արկա արժեհամակարգային խեղումների վերաբերյալ է խոսում եւ ցավոք սրտի մեր հասարակության մեջ տարեց տարի արժեհամակարգային խեղումները այնքան են արմատավորվում եւ խորանում, որ մենք հասնում ենք նույնիսկ կենցաղային իրավիճակում կոնֆլիկտների հաղթահարման անկարողության աստիճանի։ Հայաստանում հանցավորության աճ է նկատվել։ Ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր ներքին գործերի արդեն նախկին նախարարը։ Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը կազմել է միջինը 58%, ծանր հանցագործություններինը ավելի քան 13%։ Սա ըստ պաշտոնյայի պայմանավորված է նաև խոշոր չափերի թմրանյութերի իրացման, զենք զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով։